Ողջույն բարեկամներ, այսօր արդեն հուլիսի 11-ն է, կարծես թե նորությունները շատ չեն, բայց կան մի քանի կարևոր նորություններ, ուզում սկսեմ ամենակարևորից։ Ես ամեն անգամ չի, որ անդրադառնում եմ Բաքվում պահվող մեր գերիների, ռազմագերիների դատավարությանը, բայց այս մեկը շատ կարևոր է։ Ինչով։ Որովհետև Ռուբեն Վախտանյանի գործով իրավապաշտպանը կդիմի եվրոպական դատարան։ Իսկ Բաքուն մերժում է 15 գերիների դատավճիռը ընդհանրապես տրամադրել մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարաններին։ Եվ այսպես Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով իրավապաշտպան Սիրանուր Սահակյանը կդիմի մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Եվ պետք է ասեմ, որ մանավանդ Կարմիր խաչի Գտասանյակի փակվելուց հետո ընդհանրապես ոչ մի նորություն չկա, ոչ մի ինֆորմացիա չկա, ինչ որ կա շատ կսկտուր է կատարվում մեր ռազմագերիների հետ Բաքվի դատարանում։ Ինչի մասին է այս ամբողջ հոդվածն ու նորությունը։ Նախ որ պայքարը շարունակվում է, կգնա մարդու իրավունքների եվրոպական դատարան, եւ ամենակարևորը, որ այս ամբողջ ընթացքում, ամբողջ նախընտրական ընթացքում եվրոպական ակտիվ այցելություններին Բաքու այս ամբողջ քաղաքական գործընթացների մեջ ոչ մի վայրկյան չխոսվեց Բաքվում պահվող ռազմագերիների մասին, ոչ Հայաստանի կողմից, ոչ եվրոպացի չինովնիկների կողմից, որոնք այցելում էին Բաքու։ Ոչ մի բառ։ Ընդհանրում, եթե նկատեցիք, ԵԱԿ քարտուղարի հայտարարության մասին էլ, հայտարարություն չկներեք, գաղտնի ձայնագրված խոսակցության մասին էլ ոչ մի արձագանք չկա, որտեղ գլխավոր քարտուղարը խոսք է տալիս աջակցել Փաշինյան Նիկոլին եկեղեցու դեմ արշավի, ասեմ ավելի, կաթողիկոսին գահանկեց անելու եւ կրոնը փոխելու արշավին։ Դա իհարկե կատակ էր, բայց հավաստիացումը գլխավոր քարտուղարի կողմից, որ ինքը կաջակցի դրան, առայժմ անարձագանք է մնացել։ Պատկերացնում եք, եվրոպական Եվրոմիության բարձրագույն չինովնիկներից մեկը համաձայնություն է հայտնում մասնակից լինել հանցագործությանը, կրոնափոխության եւ կաթողիկոսին գահանգեց անելու, այսինքն ոտնձգություն կրոնի ներկայացուցիչի նկատմամբ։ Եթե սա լիներ ինչ որ կրոնական փոքր կազմակերպության նկատմամբ մի հայտարարություն, վստահ եղեք, Եվրոպայի բոլոր եւ ոչ միայն Եվրոպայի, աշխարհով մեկ բոլոր բաները իրավապաշտպան կազմակերպությունները աղմուկ կանեն։ Մի այնպիսի աղմուկ, որ հենց այսօր արդեն իրան դատելու, աշխատանքից հեռացնելու գործընթացը սկսված կլիներ։ Բայց մի ամբողջ առաքելական եկեղեցու նկատմամբ դավադիր խոսակցություն եւ պատրաստակամություն այդ ամեն ինչը աջակցելու վերաբերյալ ոչ մի ձայն չկա։ Բացարձակապես։ Դե ինչի մասին խոսենք, երբ որ այսքան գնացին եկան Բաքու, Երևան, Բաքու, Երևան, ոչ մի բան մարդու իրավունքների խախտումների մասին, Կարմիր խաչի վռնդելու մասին, ընդհանրապես որպես դիկտատոր Ալիևը չի նկատվում, ոչ միայն չի նկատվում, չի դիտարկվում նույնիսկ։ Եվ էլի եմ ուզում դիմել են բոլոր ընկերներին, թույլ տվեք իրենց մեղմ ասած ընկերներ ասել, էլի, որոնք դեռ դիտարկում են Եվրոպան եւ եվրոպական ինստիտուտները, դեռ մարդու իրավունքների ոլորտում եւ ընդհանրապես ժողովրդավարության ոլորտում ինչ որ արժեք ներկայացնող ինստիտուտներ։ Գիտեք, ես ինքս ասում եմ Կայա Կալասը կամ, չգիտեմ, Ուրսուլա ֆոն դեր Լայնը դեռ ամբողջ Եվրոպան չի, բայց հիմա ուզում հարցնեմ, բա մնացած ինստիտուտները ուր են։ Ուր են այս ամեն ինչի հետ կապված իրենց արձագանքները։ Չկա։ Հետևաբար, այ մի օր, երբ որ Եվրոպան կգնա Եվրոպա, մենք գուցե այն ժամանակ դիտարկենք իրենց նայելու որպես հավասարը հավասարի։ Ինչ եմ ասում, որովհետև իրանք միջև կորոշեն գնալ Եվրոպա, Հայաստանը պետք է լինի ավելի ժողովրդավարական, քան հենց ինքը Եվրոպան է այսօրվա վիճակով։
Ամեն դեպքում այն դեռ իներցիայի մեջ ապրող ընկերներին, որոնք դեռ ինչ-որ խոսում են արժեքներից, եվրոպական ժողովրդավարությունից, տեսեք երկու դեպք են ասում. մեկ ռազմագերիների դատավարությունը, մեկ էլ երկար քարտուղարի, սա անդամն է պաշտոնակատար չէ, քարտուղարի համաձայնությունը մասնակից լինել, չէ, մասնակից չէ, օգնել հանցագործությունը ավարտին հասցնելու։ Ոչ մի ձայն։ Հետաքրքիր է որն է, որ Հայաստանում էլ ձայն չկա։ Հայաստանում այդքան կուսակցություն ունենք, 18 կուսակցություն, որոնք մասնակցել են ընտրություններին։ Իրանք որպես կուսակցություն ասեն կան գոյություն ունեն, չէ։ Ոչ մի բան, ոչ մի ձայն։ Այդ կուսակցությունների մի մասը դրանք եվրոպական ուղղվածության կուսակցություններ չէ, ոչ մի ձայն։ Տղեր կասեմ անկեղծ։ Նույնիսկ նրանք ոչ թե Նիկոլին են ակնհայտ պատկանում, հա, Շիլիմյանն, դերելով կար, Արման Բաբաջանյան եւ այլն։ Նույնիսկ դրանց դնեք մի կողմ, այն ոչ բացահայտ կամ քողարկված նիկոլականները փաստորեն հիմա բարձրացին, որ իրոք իրանք Նիկոլի արևմտամետներն են, որովհետև իրանք է ոչ մի ձայն, ոչ մի դատապարտող, ոչ մի հայտարարություն չեղավ այս մասով։ Տխուր անկերներ, տխուր։ Աշխարհի ամենաչսիատս բանն է երկնակի ստանդարտներն է եւ ընդհանրապես կեղծիքը սուտը։ Ոչ մի լեգիտիմ երկարատև հարաբերություններ չի կարող ստեղծված լինել, հիմնված լինել կրկնակի ստանդարտների եւ ստի վրա։ Ես միանգամից խաչ եմ քաշում այդտեղ։ Ես չեմ ուզում եք ունենալ։ Ես չեմ ուզում լսեմ բացատրությունը, ես չեմ ուզում լսեմ մանիպուլյացիա, որովհետեւ փաստի շուրջ պատտվող ցանկացած արդարացում դա արդեն մանիպուլյացիա է։ Այդ արդարացումները կարող են լինել խելացի, կարող են լինել նիկոլական, բայց մեկը ինքը արդյունքում մանիպուլյացիա, որովհետև իրականությունը փաստը այլ բանի մասին է ասում։ Դա համար ես փակում եմ, ես չեմ լսում։ Գնանք առաջ։ Ամերիկյան այսպիսի AE.com ընկերությունը Հայաստանում ուսումնասիրել է տրիպի տեղանքը։ Երեք էր ընդամենը, որ նոր հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդականը հայտարարեց, ցանկացած նման գործողություն դիտարկվելու է Իրանի կողմից որպես թշնամական գործողություն, հետևաբար ինքը վարվելու է այնպես, ինչպես վարվում է թշնամու հետ։ Եվ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, ասում հուլիսի 10-ին, հենց հաջորդ օրը հայտարարության տարածում է հոդված, որտեղ այս ընկերությունը կա, ինքը աշխատանքներ է իրականացնում եւ մի տեսակ չի լսում Իրանի նախազգուշացումները։ Նիկոլ Փաշինյանը, ես ուրախ եմ, որ չի լսում, ես ուզում սա իրականացնի եւ իր պատասխաննել տա Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ ես խոստանում եմ, ես դա չեմ դիտարկելու ագրեսիա Հայաստանի ինքնիշխան տարածքի կա, որովհետեւ այդ տարածքը այս պրոյեկտի ժամանակ արդեն դառնում է ոչ ինքնիշխան տարածք։ Այս տարածքը, որի նկատմամբ կիրականացնի ամենայն հավանականությամբ Իրանի Իսլամական Հանրապետությունը որոշակի գործողություններ, որից կտուժեն եւ Հայաստանը եւ այն ընկերությունները, որոնք կլինեն այդ ժամանակ ֆիզիկապես այնտեղ, ես չեմ դիտարկելու որպես Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակում կամ գործողություններ, որովհետև այդ տարածքը փաստացի Նիկոլ Փաշինյանը 99 տարով տալիս է այլ պետությանը, որը ընթացքում կդառնա երրորդ այլ պետության տարածք, խոսքը թուրքական աշխարհի մասին է։ Դե հետևանքների մասին ես նույնիսկ չեմ ուզում խոսել։ Չեմ ասում ուրախ եմ Փաշինյան Նիկոլը, որ sense համառորեն շարունակում է, չէ՞ որ այս փրկությունը մի տեղից պետք է գա, թե չէ։ Այս համակարգը մի տեղից պետք է խոցվի, թե չէ։ Եթե չեն կարողանում անել մենք, ես դեմ չեմ լինի, եթե մեր փոխարեն անի ուրիշը։ Այս համակարգը, այս թուրքական համակարգը, որ հիմա ղեկավարում է Հայաստանը, ինքը պետք է վերջանա։ Ինքը իր վախճանը պետք է ունենա։ Իմ համար արդեն միևնույն է ում ձեռքով։ Ես իհարկե կնախընտրեի, եթե հայ քվեարկողը, հայ ընտրողը այդ վերջակետը դներ, բայց պարզվեց, որ
հայ ընտրողը ընդամենը մնացել է քվյալ կողի կարգավիճակում։ Ինքը մնաց ուղակի սենց ամբողի մի մասը կարգավիճակում, որը տենց է չդարձավ ընտրող։ Ինքը ընդամենը քվյարկեց ինչ-որ մի բանի դիմաց, որը բնականաբար չստացավ, չի էլ ստանալու։ Դիմացը ստանալու է ավելի դառը պտուղներ։ Ինչ ասում ես մասով Տաթև Հայրապետյան։ Ադրբեջանի ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ Հայաստանը զավթել է իրենց նոր նպատակները։ Այսինքն Փաշինյան Նիկոլի ձայն տված ամբողը ինքը իր պատկերացումներն ունի, ինչ է ուզում, բայց իրական պատկերացումները եւ իրական նպատակները Ադրբեջանի լրիվ այլ են։ Ալիևի փաստաբանի երեկվա հայտարարությունը եւս մեկ անգամ գալիս է ապացուցելու սա Նիկոլ Փաշինյանի մասին ախոսքը, էլի, որ այդ փաստաբանը, ով համատեղության կարգով ՀՀ վարչապետն է, տեղը չի գտնում, չգիտի էլ ինչ պետք է անի, ինչ անի, որ Ադրբեջանի սրտով գնա։ Ասում է փաստորեն ես այս քարտեզն էլ իրեն սրտովը չի, տեսնեմ էլ ոնց խեղդեմ, իրոքտին փոխեմ, էլ ինչ անեմ, որ բավարարեմ Ալիևին։ Ալիևի նպատակը ամբողջ Հայաստանն է, որի իրականացնելու քայլերից ամենակարևորը էականը լինելու է անկլավների զավթումը, ավելի ճիշտ, էլ զավթում չի լինելու, դա լինելու է ուղղակի Ադրբեջանում տրամադրելու process։ Մնացածը արդեն լինելու է ընդամենը հետևանք։ Իդեպ Ադրբեջանը հայտարարել է, որ արդեն զավթած սոտքի, չէ՞ որ սոտքի գիտենք ոնց զավթեց, ասեմ ձեզ հիշեցնեմ։ Սոտքը զավթվեց հայ զինվորների կոտորածով նաև, հետո նաև 15 զինվորի սպանությունով, որը կազմակերպեց Փաշինյան Նիկոլը, ինչ եղավ 6 ժամ առաջ հարձակումից ռուսական զորքերը դուրս եկան 6 ժամ առաջ։ 6 ժամ հետո իրականացավ հարձակումը, ոնց զորքերը դուրս եկան ռուսական, հայ զինվորականությունը, գլխավոր շտաբի պետը, այսօրվա այս դավաճան տականքը, հրամայեց զորքերին գնալ քնելու։ Այսինքն զորքերը գնացին, ինչպես միշտ, քնելու, բայց 6 ժամ առաջ արդեն նահանջել են ռուսները։ Ասին երեխեք ջան, բան չկա, գնացեք քնել։ Եվ պատրաստի տարածքը ռմբակոծվեց ադրբեջանցիների կողմից։ Սպանվեցին երեխեքը, թուրքերը եկան առաջ։ Հետո այն ընկերները, որ դիմադրել էին, առանձին սպանվեցին ու վառվեցին, արդեն դա ուրիշ պատմություն է, 15 զինվորի պատմությունն է, ես ասեմ իմանաք։ Հիմա այդ զավթած տարածքում, որը սոտքի ոսկու հանքի 75%-ն է, Ադրբեջանը հայտարարում է, որ դեղ գտել է 1 միլիոն ավել ունցիա, 1 միլիոն ունցիա ավել ոսկու քանակ։ Սա ասեմ մոտավորապես ինչքան է։ Այդ տարածքում գտնում է 100-ից 150 տոննա ոսկի։ Դա նվիրվել է Ադրբեջանին, Փաշինյան Նիկոլի կողմից, ընկերներ ջան։ Ու 120-ից 130 տոննա ներողություն։ Դա 76%-ն անցել է Ադրբեջանի, 24%-ն մնացել է Հայաստանի։ Ու այդ տարածքը իրանք հանդում են ռուսներից մնացած թողած տեխնիկայով։ Իհարկե ռուսները պայմանավորվել են, Ալիևը փողը տվել է, ռուսական զորքերի հետ են քաշվել, իրենք արկել են առաջ։ Ընդ որում հայ զինվորներին կոտորելուց։ Այս մասին խոսել եմ, այս մասին հայտարարվել է, այնպես որ Փաշինյան Նիկոլ ընտրողները չէին կարող չիմանալ սա մասին։ Մենք ամեն օր տարբեր առիթներով, տարբեր հանցագործությունների մասին ասել ենք։ Նորից հիշեցնեմ, Փաշինյան Նիկոլ, ինձ ձայն տվողներ, դուք այս երեխեքին սպանողների արդարացնողներն եք նաև։ Հա, այս երեխեքի արյունը ձեր ձեռքերի վրա է։ Հələ այս նյութական կորուստների մասին չեմ ուզում խոսամ։ Դուք գիտեք ինչ է նշանակում 120-130 տոննա ոսկի։ Սա մի կողմ, բայց դուք այս երեխեքին սպանողների
Գործիքն եք, արդարացնողներն եք։ Ստամբուլի հայկական գերեզմանատանը վանդալիզմի դեպք է գրանցվել։ Ստամբուլի ներողություն։ Ստամբուլի հայկական գերեզմանատանը վանդալիզմի դեպք է գրանցվել։ Սկյուտար թաղամասի Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածք ներխուժած անձը վնասել է 6 տամբարան եւ մի աղբյուր։ Տեղեկատվությունը հայտնել է Պոլսո հայոց պատրիարքությունը եւ թաղային խորհուրդն անմիջապես դիմել է անվտանգության մարմիններին։ Այս դեպքը մեկ այլ ապացույցն է, որ հայկական ժառանգությունը Թուրքիայում շարունակում է մնալ թիրախի տակ։ Սա նկարն է, այք, ավիրեց, ես ինչ եմ սա շեշտում, որովհետև հայկական մեծ է բավացքում, ես ասել եմ, կան թուրքական գործակալներ, որոնք աշխատում են ամեն ձև ցույց տալ, որ Թուրքիան դա Ադրբեջանը չի, որ այս ռուս-թուրքական ծրագիր գոյություն չունի, թուրքերը ռուսները կոչում, այ ռուսները թշնամի են, թուրքերը չէ, որ հակառակ Ադրբեջանը թշնամի է, կարող է, բայց Թուրքիան հաստատ չէ, մի խոսքով, Թուրքիան մե չկնախ, մե ոսկի, մե մարդասեր տարածքը, որ Հայաստանի ընդամենը ունի հին տարածքային պահանջ։ Հայերն են մեղավոր, որ տարածքային պահանջներ են ներկայացնում, այ եթե հայերը հետ են մոռանան, ցեղասպանության մասին են մոռանան, մեր հրաշք երկիր է դառնում Թուրքիան Հայաստանի համար, մի չկնախ։ Ժորժ ջան, չմոռանաք այս փաստերի մասին, երբ որ լսում եք այդ պրոպագանդիստներին, ուղղակի ճանաչեք իրենց դեմքով աննազգանուններով, որ իրանք հենց իմ ասած թուրքական գործակալներն են, որոնք մեր ականջները լցնում են սատերով, որպեսզի թուլացած էլի իրա կոտորեցնեն, հենց այս դեպքերի մասին մոռացած թուրքերը կրկին դառնան իրենց բարեկամ եւ դառնան հեշտ մատաղացու գառ։ Դրանք արդեն մատաղացու գառեր չեն, դրանք պատրաստի ինքնակամ զոհության գնացող ոչխարներ են։ Այսքան բան տեսնելուց հետո, պես բան մտածել, դա արդեն մատաղացու գառեր չէ, էլի դա պասպորտով ոչխար է լինում, ուրիշ ինչ ասես դες մարդկանց։ Բեղոսկով, այս խոսակցությունները, որ դուք լսեք, իմացեք, սրանք ուզում են ձեզ սարքել պասպորտով ոչխար կամ մատաղացու գառ։ Հիմա չգիտեմ։ Դա արդեն ամենը թող իր ամանընտրի։ Նաև Բաքուն Շուշիում հակառուսական համաժողով է կազմակերպել եւ Ռուսաստանին կոչ է արել չերքեզների ցեղասպանությունը ճանաչել։ Տեսեք, Շուշիում ընդամենը 20 թվականին 6 տարի առաջ Շուշի սկուտերի վրա մատուցած Ռուսաստանը տոնում էր իրենց համատեղ իդեալական հաղթանակը հայ ժողովրդի նկատմամբ, իդեալական կազմակերպած օպերացիան։ Հիմա այդ նույն տարածքում իրենց գործընկեր Ադրբեջանը կոչ անում Ռուսաստանին ճանաչել չերկեզների ցեղասպանությունը։ Ինչ ասես, եթե ոչ հասնում է ձեզ ֆրազը։ Ես ասեմ ավելին, քիչ է ձեզ։ Այդ չասեմ, որ Շուշին հանձնելուց հետո սկուտերի վրա հանձնեցին նաև Արցախը, եւ ճանապարհը բլոկադա իրականացնելու համար, մի խոսքով ռուսներ։ Ինձ թվում էր միշտ, որ հայերն են զուտ քաղաքական հիշողություններից, բայց հիմա կարելի է հանգիստ պնդել, որ հայերի չափ նույնքան քաղաքական հիշողությունից զուրկ են նաև ռուսները, այսինքն այն մարդիկ, որոնք իրականացնում են Ռուսաստանի քաղաքականությունը, նույնքան զուրկ են։ Եթե հաշվի առնենք, որ իրանք քաղաքականություն իրականացնող են, իրանք իրավունք չունեն հիշողություն չունենալու, ապա կարելի է պնդել, որ իրանք ավելի քան հիշողությունից զուրկ են։ Դեռ մի հատ ուրիշ հոմանիշներ էլ է գալի, հիմա չեմ ուզում պրծեմ այս եթերել իրանց մասին խոսալուց։ Այսպեսի մի բան ուղղակի նայեք։ Ջերմոցի մեջ է հենց հիմա տոնաներով քոլերի վրա փչանում։ Ասենք վարկ են վերցրել, ջերմոցներ ենք սարքել։ Հանցս տարի շատ լավ է, խոսքի ծախում ենք։ Այս տարի կոնկրետ մի դուրս չի եթեմ, դե պետության հետ կապված ինչ-որ խնդիր է մեկը։ Մարդը տեղեկ չի։ Լուրջ տեղեկ չի։ Հետ կոնկրետ ես դուժում եմ։ Իմ բերքը ջերմոցի մեջ փչանում։ Բերում եմ հենց թողում ենք ստե, ու թողում եմ, որովհետև առնող էլ չկա։ Ասենք 50 դրամով էսի որ ծախենք։ Կարանք 500,000 վարկ գուցենք։
Ես պատկերացնում Ամերիկայում, Եվրոպայում ապրողները հիմա ինչ են ապրում, երբ որ լսում են այս լոլիկը 50 դրամ է։ Մենք եթե Ամերիկայի Միացյալ Նահանգներում եմ ասում, սենց լոլիկ գտնենք, այս որակի, մենք կասեն նոտարապես կիլոյով հաշված, դա 7-ից 8 դոլար է լինելու առնվազն կիլո։ Ստե 50 դրամ։ Կլինի դες։ 50 դրամով եք վաճառում։ Հա 80-50 նայած էլի, հիմա ящիկը 1000 դրամ ենք ծախում։ Ասենք ես հենց մի ունեմ վարգեր, 5 միլիոնով ամեն ամիս մուծում եմ։ Հիշում եք, չէ, ես բանից առաջ ինչ եմ ասել, ինչ ա լինելու։ Այս ընկերները մնալու են այդ վարկերի տակ, դիմացը կորցնելու են իրենց տնտեսությունը, տները, շրջանառու միջոցները, եւ մյուս տարի նույնիսկ եթե այդ հարցերը լուծվեց, հա, այս բաները սանկցիաների բան դուրս եկավ, ինքը միջոցներ չի ունենալու վերականգնվելու։ Հիշում եք ես ինչ էի ասում, Վատերլոյի ճակատամարտը օրինակ բերելու համար։ Որ սրանք գիտեին, տեսա լինելու, ցածր տոկոսով վարկերի տվեցին, ասին արտաճի։ Դու արտաճելու ես, սա մնալու ավրետ, մենք գալու ենք այդ փողի դիմաց, վերցնենք ունեցածը ամբողջ։ Ինչպես Ռոթշիլդները արեցին Նապոլեոն Բրիտանիա պատերազմի ժամանակ։ Առատորեն վճարեցին սկզբից Նապոլեոնին, էժան գներով առան ամեն ինչ Բրիտանիայից, որովհետև Բրիտանիան խոճապի մեջ էր, փող չունեին կրվի համար։ Մարտատոմսերը գրեց, հետո պարտքով փող տվեց, որ զինվի Բրիտանիան ավելի շատ, քան Նապոլեոնն է։ Նապոլեոնը պարտվեց, Պարտատոմսերի գինը Բրիտանիայի թռավ վերև, Ռոթշիլդներս հետո դարձան միլիարդատեր։ Ես նույն սխեման դեռ միջև ընտրությունների արդյունքները ամբողջ ընթացքում պատմել եմ ինչ է եղել ու ոնց է լինելու։ Ես որ իմացա, այտենց վարկեր են տվել, արասի, սրանք մի բան պատրաստում են այս գյուղացու գլխին։ Սենց բան չի կարող լինել։ Այս գյուղացիներ, նայեք, դուք գնալու եք ընտրեք սրան, այս փողերի դիմաց սրա համար են տվել։ Ու դուք կրկնելու եք այն մեխանիզմը, թե ինչ որ եղել է Վատերլոյում։ Ես չգիտեմ, քանի հոգի նայեց, քանի հոգի չնայեց, բայց ունենք այն ինչ որ ունենք։ Մեկին մեկ կրկնություն։ Վաղուց է հայտնի տնտեսական սխեմա է, որով բանկերը դառնում են միլիարդատեր։ Հասանայինք։ Ամբողջ հանրապետությունով մեջ մեկ ուժեղացված ոստիկանական ծառայություն։ Հիմա դու հասկանամ, Նիկոլ Փաշինյանը այդ ինչից է հիմա վախենում։ Ընտրություններն անցել է, էլ բողոք չկա, այտենց էլ չհասկացանք այդ մարդիկ ինչ են մանդատներից հրաժարվել, ովքեր են վերցնելու այդ մանդատները, ոնց է լինելու, ոչ մի բան չկա, ոչ մի խոսք այս մասին չկա, ոչ մի պարզաբանում չկա, ովքեր են լինելու պարլամենտում, այդ մարդիկ ինչ են հրաժարվել, լինելու են թե չեն լինելու, ովքեր են ստացել մանդատները, ցուսակ, ցայն ցույց չկա։ Բայց Նիկոլ Փաշինյանը վախերի մեջ է։ Այդ ճիշտ է։ Ճիշտ է, որովհետև շատ հարցեր լուծված չի։ Ամենակարևորը չկա։ Իրա ցարի օքեյը դեռ չունի։ Ես գիտեմ, որ հայկական տարածքում Պուտինին չսիրողները շատ են։ Ես եմ դրանց մեջ եմ։ Բայց ոչ չենք մոռացել, որ Փաշինյան Նիկոլի բոսը նա է։ Եվրոպան ստեղ ընդամենը այս առիթից օգտվող իր խաղերը խաղացողն է։ Մի քիչ ստեղից բացնի, մի քիչ ընդեղից բացնի, դա Ռուսաստանի հետ կարողանա կրվածնի դրա դիմաց Ադրբեջանից գազ տանը եւ այլն։ Կեղտոտ պրոստիտուտկի խաղերն են։ Բայց բոսը վերջի խոսքը մնում է Պուտինին։ Քանի դեռ կա, քանի դեռ Ռուսաստանը վերջնականապես չի քանդվել։ Այս վիճակը հիմա այս թույլ, ես կասեի շատ ավելի վտանգավոր է, վիրավոր արջը շատ ավելի վտանգավոր գործողություններ ունակ, քան ասենք ինքը ողջ առողջ ժամանակ։ Կարող է սա է պատճառը։
Ենթադրում եմ, կարող անդեղ ավելի լուրջ պատճառներ կա Նիկոլ Փաշինյանի համար վախենալու, ես չգիտեմ, բայց այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի հանգիստ քնելու, դա չի վիճակվում, ընդ որում ասեմ, իշխանություն զավթելուց հետո է նույնիսկ սեպտեմբերին ինքը սկսի աշխատել, հոկտեմբերին աշխատի, նոյեմբերին, էական չի, թեման բաց է, այս լուծված չի, որովհետև թեման վերջնականապես փակվելու այն ժամանակ, երբ որ Հայաստանի պետականություն էլ գոյություն չունենա, իսկ հավատացեք, դա մի քիչ բարդ պրոցես է, չնայած գոյություն չունեցավ, էլ ինքը մնում է թիրախ, այնց չի որ իրա թիրախ լինելը վերջանում է դառնում։ Միացյալ լսենք։ Փաշինյանը պարծենում է արևային պանելներով 2 ատոմակայան կառուցելով։ Իրականում արևային կայանները ոչնչացնում են էլեկտրացանցը, թույլտվությունները տրվել են քաոտիկ։ Արդյունքում համակարգը ցերեկը գերբեռնված է եւ բազային կայանները ստիպված են անջատվել, ապա գիշերը նորից միացվել։ Գերին չի համար, որտեղ ամենակարևորը արած չի։ Ներողություն։ Ինչպես Նիկոլի բոլոր գործերը, ցերեկվա հավաքված էներգիան ոչ միտեղ չի պայստավորվում։ Զման տեսել եք։ Մենք 21-րդ դարում ենք։ 21-րդ դարում։ Հավաքված էներգիան ոչ միտեղ չի պայստավորվում։ Չկա։ Այդ մարտկոցները, այդ մեխանիզմները չկա։ Հայաստանում չկան։ Ընդհանրապես կա, աշխարհում գիտեմ, վաղուց հայտնի է։ Այս վերջերս մի ընկեր Աշոջան տեսալ ոնց հիշեցի։ Կառախոսով խոսում էինք, քանի որ ես Հայաստանի ապագա տնտեսական եւ էներգետիկ համակարգով գրում եմ արդեն ոնց է լինելու, ինչ է լինելու, ինձ հետաքրքիր է բոլոր էքսպերտների բոլոր հետազոտություններն ու կարծիքները։ Հենց այս առումով իմ հետ խոսում էր Հարգարժան Աշոտը, խոսում էր, որ կա այդ հնարավորությունը, շատ էժան նյութերով կառուցելի վերջո երկու տարբերակ էր ասեմ, մանրամասների մեջ չխորանամ էլի, որի արդյունքում ցերեկվա եւ ամբողջ ամառվա կուտակված նաեւ էլեկտրաէներգիա կարելի է եւ գիշեր օգտագործել եւ ձմեռ օգտագործել։ Հարց բացեցի ինչի միջեմ արված չի։ Պատասխանը բառացի մեջ չեմ հիշում, բայց կասեմ մոտարապես այդ որ գործնա միջև վերջ հասցրած, որ ես մեկնել պետք է լիներ։ Նույնիսկ այս ընթացքում ունենալով այսքան էներգետիկ պաշարներ արևային գիծը կառուցված չի դեպի Պարսկաստան։ Մտնենք։ Համակարգը գործում է անընդհատ տատանումների վիճակում։ Սպառողները փոխհատուցում են վճարում արևային էլեկտրակայանների հարկադիր անջատման համար։ Իսկ կառավարությունը թաքցնում է փոխհատուցման վրա արդեն ծախսված միլիոնները։ Փաշինյանը հրաժարվում է ընդունել իր սխալները, փոխարենը գործեր է հորինում ուրիշների դեմ։ Իսկ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գիծը կառուցելու փոխարեն, որը խոստացվել էր 10 տարի առաջ, այժմ շտապ փոխում են օրենքները կուտակիչ կայաններ տեղավորելու համար։ Փաստորեն, պայմանագիրը կա 10 տարի առաջ ստորագրած, որպեսզի էներգիա արտահանեն Պարսկաստան, 8 տարի է ինքը վարկապետը, հետ խնդիրը կա ինչ անել հոսանքի հետ եւ հոսանք կարան չարտահանեն Իրան։ Չեն անել։ Ես հիշում եմ դեռ 15 տարի առաջ ծրագիր կար այդ գազի դիմաց, որ Իրան Հայաստան այդ գազատարակապ Իրանը համաձայն էր վճար որպես ընդունի մատակարարվող հոսանքը։ Դա Քոչարյանի ժամանակվանից սկսած պրոյեկտը չեմ ավարտած չի։ Ինչի՞։ Բա 8 տարի դու ես վարչապետ։ Նիկոլ ընտրողն էր։ Ես հասկանում եմ, սա ձեր ինտելեկտի համար բարձրագույն մաթեմատիկա է, համարյա քվանտային մեխանիկա։ Ձեզ հասկանալի չի։ Պարզ բացատրեմ։ Կարող էր ավելացած էներգիան վաճառել Պարսկաստանին, բայց չի արել։ Նախընտրել են անջատել։ Բա փոխանակ վաճառել նախընտրել են անջատել։ Եվ այդ անջատելու բանի համար փոխհատուցում տալ էլեկտրակայանների։ Բայց Պարսկաստանի ոչ մի բան չտա։ Կարող է չեք տվել, որ այս ամեն ինչը հետագայում գնա միանակ թուրքական ցանցի։ Կարող դրա համար է կարել։ Ես չգիտեմ դուք ինչի համար եք արել, բայց սա կոչվում է սաբոտաժ, տնտեսական հանցագործություն։ Որ բարդ չէ Նիկոլ Փաշինյանը ընդունում էր։ Այսօր մի այսպիսի նկար տեսա,
որ դատավորները հրաժեշտ են տալիս Նիկոլ Փաշինյանին, ասում եմ կարդամ։ Վալի Սարգսյանն է հեղինակը, նախ որ տեսա դասական Սփյուռքի անունազգանունը, ուրախացա։ Ես եմ մարդկանցից եմ, երբ որ տեսնում եմ Սփյուռքը մասնակից ամերի քաղաքական կյանքի մեջ, ես ուրախանում եմ դրանով։ Գիտեք, մի բան է, որ ես եմ հայաստանցիս, թողնել են ինձ Սփյուռք հայերը, բայց ես Հայաստանում ծնվել, մեծացել, ընդեղ տանիք ունեմ, իմ ամեն ինչ ընդեղ է։ Երբ որ ես եմ, հա, մտահոգ, դա կարելի է նաև անձնական համարել, էլի, բայց առավել եւս հուզվում եմ այն մարդկանց մտահոգությունը տեսնելով, որոնք ոչինչ չունեն Հայաստանում, ոչ բարեկամ, ոչ սեփականություն, ոչ մի բան։ Դա իմ համար հայրենասիրության բարձրագույն դրսևորումներից մեկն է եւ չափազանց բարձր եմ գնահատում, սենց մարդկանց շնորհակալություն Ալի ջան։ Ես կարդացի, որ դատավորներ կան անհասկանալի վիճակում են, հասկանում են, որ Հայաստանում էլ օրենք չի աշխատում, դարձել է արդեն ամեն ինչ Փաշինյան դիկտատուրա եւ այլն, շատ գրագետ գրած է, հա, որ սա դատապարտելի իրավիճակ է, ասես կարդալով իջնում եմ ներքև եւ ասում եմ բաներ նայեմ, կոմենտներներ նայեմ եւ ասեցի իջա։ Դակում մեկ էլ տակինը կարդացեք լատինատար կներեք պետք կարդամ։ Բոզերի թագավոր Մր Սարգսյան, you better enjoy your California and shut up։ Այսինքն ասում է մի խոսքով անառակների թագավոր Սարգսյան ավելավա Կալիֆոռնիայի Կալիֆոռնիա բայել էլի ու ձենդ կը։ Ես չալալեցի, ասում եմ տենամ էս Նորվիկ Գրիգորյան կոչվածը։ Ո՞վ։ Հա Դա բնականաբար ինձ հաստատ ընկեր չէր լինելու, այսպիսի մի նկար, ոչինչ չասող, ոչ նկար կա, ոչ բովանդակություն կա, ու մի հատ ներքևիչ է միանգամից Սերժ Թանկյանի նկար։ Եվ ու վերջ։ Ու ոչ մի բան, ու իսպանական բառեր, տիպիկ նիկոլականի լեքսիկոն, տիպիկ նիկոլականի լեքսիկոն, այս մարդը ոչ մի բան չի արել։ Այս մարդը ընդամենը նկարագրում էր դատական համակարգում ինչա կատարվում։ Եվ մտնում է մի հատ անդեմք ոչնչություն, միանգամից վիրավորում է մարդուն։ Եվ ինչ ասում, ոչ թե հակառակվում է, որ չէ, գիտես, վատ մարդ, Հայաստանում օրենք կա, բան կա, չէ, դրա մասին ինքը չի խոսում, չէ, վիճարկում, որտես բան կա, թե չէ, չի ասում դու սուտ ես ասում։ Միանգամից վիրավորում է, ասում է դու Կալիֆոռնիայում ես ապրում, Կալիֆոռնիայից արև է ապրել։ Ընդ որում այս տխմարներ գրողն է, կան բանում է, Տեքսասում է ապրում։ Տեքսասը արևի պակաս չունի։ Այնտեղ կարար, ասենց ասեմ, հետադարձաներ էլի, որ անառակի որդի դու էլ կարաս Տեքսասի, ասենք արևը վայելես, միշտ արևը։ Հա։ Սրանք ոնց որ բոլորը նույնտեղ բուծածան են, միտեղ, իրանք երբեք քեզ չեն հակադրվի, որ դու այս մասով ճիշտ չես, հա։ Սրան աջակիցները մի բանի են ընդունակ։ Իրանք չեն կարող ասեն դու սխալ ես ասում, սուտ ես ասում։ Իրանք մի բան են ընդունակ։ Մարդու վիրավորելու։ Ուրիշ բան, այս որակը, Փաշինյան Նիկոլի աջակիցները ունակ չեն։ Ես հիմա դրա համար եմ ասում։ Իրան այս ուժեղացված ծառայությունը ամեն օր է պետք։ Որովհետև այն ինչ որ համարում ենք իրան հենարանը այս իր որակային հատկանիշներով ցածրագույնն է, կեղտոտագույնը, բովանդակազուրկը եւ բարոյազուրկը, որը որպես կանոն ինքը չի կարող հենարան լինել։ Նա առաջի իսկ կրակոցից կամ լույսը վառողից փախնելու է, որտեղ տեսել եք ինչա կատարվում, երբ որ մի սենյակ են, հին կեղտոտ ворտնած խոնավ սենյակ, որ մեկը մտնում է լույս է վառում, պարականները ոնց են փախնում խավարասերները։ Այսենց Նիկոլի տակից բոլոր այս աջակիցները առաջի լույսը վառողից փախնելու են, որովհետև այդ շերտի վրա հիմնվածը չի կարող ոչ մի բանին դիմակայել, ասեմ, Լենինը դրա վրա էր հիմնված, իր մեռնելուց հետո նույնիսկ իր Տրոցկին, որ ամենահեղինակավորն էր, ինք ուզեցավ այդ շերտի վրա հենվել, պարզեց այդ շերտը արդեն Ստալինին է սիրում, իրան այդքան էլ չի սիրում, ու տենց Լենինին հավասար եւ Լենինի հետ հեղափոխություն առած Տրոցկին մեկ օրվա մեջ դարձավ փախստական։ Հետո գնդակահարեցին Մեքսիկայում։
Այդ չեմ ասում իր մնացած բոլոր, էլի որ այդ շերտի վրա է հիմնված, ունդեղ Տրոցկիներ, Բուխարիններ, ունդեղ հազարներով կարելի է անուններ տալ։ Ոնց որ Փաշինյան Նիկոլը իզուր չի, որ անհանգստացած է իր կյանքի համար, որտեղ իրականում հենարան չունի։ Ինքը հենված է աղբի վրա, աղբի եւ բովանդակային իմաստով, եւ բարոյական իմաստով, եւ մարդկային արժեքի իմաստով։ Ինքն էլ է հասկանում, որ դա հենարան չի, դա ընդամենը գլխաքանակ է, որով կարողացավ ինքը իշխանություն խլել։ Բայց խլելը մի բան է, եւ դրանցով իշխանություն պահելը այլ բան է։ Էն էլ այս կարգի վիճակում, երբ որ Գիտեք, sense կարող է Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը պահել, որովհետև արտաքին եւ ներքին մարտահրավերներն այդքան չեն։ Բայց երբ որ երկիրը դեն արդեն ուզում բացահայտ ադրբեջանցիները եւ տարածք են ուզում բացահայտ ադրբեջանցիներն ու թուրքերը, որի հետ համաձայն չի Իրանը եւ Ռուսաստանն դե դաբրոն չի տվել։ Այս վիճակով, այս համակարգով իշխանություն պահելը հաղթանակներ կան, որ ավելի ծանր են նստում, քան ցանկացած պարտություն։ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն էր փախնելու։ Ինքը նախընտրեց գնդակահարությունը, ինքը նախընտրեց քաոսով գնալը։ Եվ ինքը կունենա այդ քաոսը։ Եվ որպես կանոն վերջում գնդակահարությունը։ Մի հատ ուզում եմ Նիկոլ Փաշինյան ընտրողները սա նայեն, սա շատ կարևոր է, սա փաստավոր վերագրական։ Առեղծվածային մահերը Նիկոլ Փաշինյան։ Հետ նրա մտերիմ հարաբերությունների մասին։ 2019 թվականի սեպտեմբերի 24-ին Բջջնի առանձնատանը հայտնաբերվեց 2003-2008 թվականներին Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին, գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Քրեական գործ հարուցվեց ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Այդ գործը հետագայում փարչվեց։ Տեխնիկա չէ, կարճվել է, բայց բեղավոր չկա։ Կարճվել է, բայց բով ասման է լավ։ 2020 թվականի հունվարի 17-ին Երևանում հայտնաբերվեց ԱՍ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին հրազենային վիրավորումով։ Պաշտոնական վարկածը ինքնասպանություն։ Գեորգի Կուտոյանը ԱԾ տնօրեն էր այն ժամանակ, երբ տեղի ունեցան 2018 թվականի հեղափոխական իրադարձությունները։ 2020 թվականի հոկտեմբերի 28-ին 44-օրյա պատերազմի ընթացքում մահացավ ԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը։ Բացառիկ կոշտ քննադատում էր այս իշխանությանը։ Կորոնավիրուսով հիվանդ Գուրգեն Եղիազարյանը հրաժարվում էր հիվանդանոցային բուժումից, վախենալով, որ իրեն կսպանեն։ 2020 թվականի նոյեմբերի 19-ին բանտում զարգացած եւ ավելացած հիվանդությունների արդյունքում մահացավ Արցախյան առաջին պատերազմի հերոս գեներալ նախկինում պաշտպանության նախարարի տեղակալ Մանվել Գրիգորյանը։ Տուշոնկաշոուի բեմադրությամբ նսեմացվեց եւ բանտում հայտնվեց նախկին պաշտպանության փոխնախարարը, որը հայտնի էր նաեւ նրանով, որ 2008-ի մարտի 1-յան իրադարձությունների ժամանակ պետք է որ անցած լիներ Տեր Պետրոսյանի կողմը, սակայն հետագայում փոշմանում է։ 2020 թվականի նոյեմբերի 9 լույս 10-ի գիշերը բազմաթիվ քաղաքացիներ կապիտուլյացիոն ակտից վրդովված ներխուժեցին կառավարության նախագահականի ազգային ժողովի շենքեր։ Այդ անձանցից մեկը դրոշով փաթաթվել էր ու նստել էր ազգային ժողովի նախագահի աթոռին։ Օրեր անց կամրջի տակ գտան նրա դին։
2022 թվականի հունվարի 1-ին մահացավ ԱԱՍ պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովը, 55 տարեկան էր, միակ վկան էր Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիևի Դուշանբեի հայտնի վերելակային դիվանագիտության։ Հայրապետովի մահը պաշտոնապես արձանագրվել է որպես սրտի կաթված։ Գրիգորի Հայրապետովը ՊՍ պետի պաշտոնում փոխարինել էր Հրաչյա Հարությունյանին, որը Ինձ ասեմ, կար ժամանակ հետո նաև մահացավ Ալիևի պաշտոնանկ էր արվել հեղափոխությունից 2 ամիս անց։ 2021 թվականի ապրիլի 15-ին էլ նա մահացավ, էլի նույն, սրտի կաթվածից։ Մասնավորապես ես ընդգծում եմ ժամկետները 24 հուլիսի։ 22 թվականի հուլիսի 15-ին դատական նիստի ժամանակ մահացավ քաղբանտարկյալ Արմեն Գրիգորյանը։ «2025 թվականի սեպտեմբերի 24-ին սպանվեց ընդդիմադիր համայնքապետ Վոլոդիա Գրիգորյանը։ Նրա հետ իր տան բակում կանգնած ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը։ Նույն թվականի մարտին քարաքարի ընտրություններում Գրիգորյանը ջախջախիչ պարտության էր մատնել ՔՊ տեխնացուին։ Սան էլ կարելի է ավելացնել հանգիստ սոտքի զորամասում սպանված երեխեքը, որոնք գիտեն հարձակում լինելու, բայց երեխեքին ուղարկեցին քննելու, հետո սպանված եւ վառված զինվորները ազատի զորամասի եւ ամբողջ 44 օրյա պատերազմի ժամանակ դիտավորյա սպանված երեխեք։ Բոլոր զինվորները սպանվել են դիտավորյա, պայմանավորված, ինչպես հետո կասեր Նիկոլ Փաշինյանը, գիտակցված երեխեքին տալել են սպանդի։ Սա Նիկոլ Փաշինյանի բառերն է, սա իմ բառերը չի։ Եվ Նիկոլ Փաշինյանը ընտրողն էր, դուք էլ գիտակցված այս ամեն ինչին ինձակից եք։ Հիմա ասենք հաջորդ թեմային։ Մեր մոտ էլի ոնց որ թե անցնում են խաղը բանակցային ռեժիմի։ Թրամփը հայտնել է, որ Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները, ԱՄՆ-ն համաձայնել է։ Ինքն է խնդրել մարտամեջ գցել Կատարին, որ այդ բանակցությունները շարունակվեն։ Իրանն էլ համաձայնվել է։ Սա էական չի։ Այս բանակցություններով էլ հարցը չի լուծվելու, էլի շարունակվելու է պատերազմը, քանի կա Թրամփ, քանի կա Նետանյահու, այս պատերազմը շարունակվելու է։ Սա կարևորը ինչն է, որ Իրանը դիմադրում է եւ ստիպում է նստել բանակցություններին, որը մեր համար էքզիստենցիալ կարևորություն ունի։ Թուրքիան շատ հույս ունի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կհանի իրենց վրայից սանկցիաները, որպեսզի իրան կարողանան F-35 օրսանիշները գնեն, բայց որին դեմ է Նետանյահուն, դեմ է Y'all, Bibi Netanyahu said this yesterday, and there is so much irony in this clip. The other thing I'd like to say, because we're on the verge of the president's going to Turkey, look, Turkey is a great country. So Turkey love you. But it's governed by a man who calls openly for the annihilation of Israel. He occupies half of Cyprus, a NATO country. He's threatening Greece and other NATO countries, and he talks openly about conquering Jerusalem. His foreign minister, his number 2, said that the Jewish state hasn't a place among humanity. Basically, Եվ նա արտաքին գործերի նախարար ասում է, որ Իսրայելը տեղ չունի մարդկության մեջ. It has to be wiped out. His interior minister said he looks forward to be the governor of Jerusalem. Եվ նա հույս ունեն Երուսաղեմը. Well, for a regime infected by the Muslim Brotherhood, an extreme movement that hates America. Դա ասում է այդ բանը, որ մուսուլման եղբայրների ղեկավար ռեժիմը is Muslim and chants death to America from that side of the spectrum.
I don't think they should be given F-35s or the engines for their Չեմ կարծում որ դրանց պետք է F-35 տալ կամ for their fighter jets because that'll կամ շարժիչ դրանց համար upset the power balance in the Middle East, which is ultimately որը խախտի բալանսը guaranteed by Israeli air superiority and also by որը խախտի է հիմա միջեմա բանը Իսրայելն ունի առավելություն I think by America's posture in the Middle East. So where do we start? Okay. Այս շրջանում դա չի լինել։ Չի լինելու մի պատճառը ոչ թե որ ես չեմ ուզում, այլ կոնգրեսը, այս ամասան սենատը ղեկավարվում է դեռ այն մարդկանց կողմից, որոնց ղեկավարում են Իսրայելից։ Տրամփից հետո, երբ որ ամեն ինչ կփոխվի անպայման, մենք չգիտենք ով է լինելու հաջորդ նախագահան, չգիտենք ինչ ազդեցություն կմնա իսրայելական լոբիից եւ Թուրքիան կստանա F-35 թե չէ, այսօր դժվար է ասել։ Բայց առաջիկա գոնե միջև այս տարվա վերջ հաստատ Թուրքիան այդ F-35-ը ես վստահ եմ որ չի ստանալու։ Դրանից հետո կերա։ Եվ ասեցի որ այսօր մեր հաղորդումը երկար չի լինելու, ասում եմ կայքին։ Չի լինելու խաղաղություն։ Ուզում եք ծնկաչոք աղաչեք Ալիևից, Էրդողանից, ուզում եք ձեր ընտանիքները նվեր տվեք, չի լինելու այդ խաղաղություն։ Մոռացեք եւ պատրաստվեք պատերազմի։ Պատրաստ եղեք, զինվեք ոգով, որսորդական հրացանով, որ օրենքով չի արգելվում։ Ինչով կուզեք։ Առաջինը ոգով, գաղափարով, հայրենատիրությամբ զինվեք եւ պատրաստ եղեք։ Կռիվը գալու է մեր կամ իշխանությունների կամքին հակառակ։ Գիտեք ինչ կասեին Փաշինյան Նիկոլ ընտրողները։ Նաև Գագիկ Գինոսյան հայոյանքից բացի կասեն իա պատերազմ ես ուզում։ Իրենց թվում է որ իրանք պատերազմ իբր չեն ուզում։ Այ պատերազմը չի լինելու հենց այդ պատճառով, որ իրանք պատերազմ չեն ուզում։ Վերջի մարդը այս կյանքում որ պատերազմ էր ուզում երևի դա Գագիկ Գինոսյանն է, նախ ինքը պատերազմ տեսած մարդ է։ Առաջի Արցախյան պատերազմի մասնակից ինքը խաղաղություն սիրող մարդ էր։ Նա արվեստի մարդ էր։ Բայց նա հասկանում էր որ խաղաղություն չի լինելու։ Չի լինելու եղբայր։ Ինչքան ուզում ես հալվա ասա, այս բերան չի քաղցանում։ Մանավանդ Ադրբեջանն չի ասում որ ինքը խաղաղություն ասում, Ադրբեջանն էլ ասում է, արա այդ տունը որ ապրում ես իմն է։ Գալու եմ ձեռիցդ խլեմ։ Բացայիտ ասում է, բայց կա մի, չգիտեմ էլի։ Չունդ այն հայտնի համույթի անդամներ, որոնք ոչ թե կբանակցեն, կվիճեն, որ չէ, խաղաղությունը մեզ պետք չէ, կվիրավորեն քեզ։ Նաև Գագիկ Գինոսյանին։ Ու փաստացի դա է հանդիսանում Փաշինյան Նիկոլի ընտրազանգվածը։ Մեր ցանկությամբ է գալու եւ իշխանությունների ցանկությանը հակառակ լինելու է այդ պատերազմը եւ լինելու է դա իշխանությունների ամոթի պատերազմը։ Ես պատերազմի հրձիկ չեմ եւ պատերազմի կոչ անող չեմ։ Բայց ես գիտեմ մի բան, որ կյանքից առավել թանկ բան կա։ Դա պատիվն է, դա ազգի արժանապատվությունն է, որը չի կարելի զոհաբերել։ Գիտեք ինչ կասեին հայոյելուց հետո կասեին դու ռևանշիստ ես։ Դու ռևանշիստ։ Կարելի է զոհվել, բայց ոչ արժանապատվությունը զոհել։ Ասելիք կլինի, այստեղ էլ կասել։ Խաղաղություն չես ուզում, դու դեմ ես մեր վարչապետին։ Դու ռուսաճորտ ես։ Հասկացեք, այսօր երկիրը ղեկավարում են հենց այս ոլորտի մարդիկ։ Հենց այս ոլորտի մարդիկ են ղեկավարում պաշտպանության նախարարությունը, գիտության ոլորտը, տնտեսությունը, դրա համար էլ նույնպես այս վիճակը։ Ու այս մարդիկ այս ոլորտով պետք է անցնեն այս մարտահրավերների մեջով, որը Հայաստանը ունի։ Ես ասեցի, չէ՞ ինչ խնդիրներ ունի չլուծած։ Եվ այս խնդիրները լուծելու մի հատ տարբերակ ունի Նիկոլ Փաշինյանը։ Լուծարել երկիրը, ինքը դրան է գնում։ Դե հիմա ինչքանով մենք թույլ կտանք իրեն լուծարել երկիրը, դեռ ընթացքը ցույց կտա։ Մենք ունենք այդքան կամք, որ թույլ չտանք։ Ես վաղուց հարմարվել եմ այդ մտքի հետ, որ լինելու է այն, ինչ որ ժողովրդի մեծամասնությունը իրոք ուզում է։
Այսինքն եթե ժողովրդի մեծամասնությունը չուզենա վերանա, իրեն հնարավոր չի հաղթել։ Նաշլերն ասում է, երբ ազգը դառնում է բանակ, Աստվածն է նրան չի կարող հաղթի։ Կապրենք ու կերևա։ Սա լսենք։ Հայաստանը երբեք չի կործանվելու։ Եթե ոչ մենք, ապա մեր սերունդները նորից կսկսեն մեր երկիրը դարձնել հզոր եւ միաբան։ Բանտից կարակ սենց տեքստեր ասեք։ Լինես բանտում ու չհավատաս, որ երբևէ Հայաստանը կարող կործանվի, ու գիտես, որ քեզ լսում է, որ քեզ կոմոդ կեղտ են ուղարկի, կռիս, առնետ, որ քեզ համոզի։ Ասում եք, ինչ կամք պետք է ունենալ եւ ինչ հավատք ժողովրդի կորիզային իմաստության եւ ոգու նկատմամբ, որ անդեղ է նույնիսկ սեփական ժողովրդի կողմից դավաճանված, ձերբակալված, բանտում պահվող էլի չհավատալ, որ ժողովուրդը կարող է։ Լուսաբացից առաջ գիշերը միշտ ամենամութն է լինում։ Հիշեք։ Հիշենք, չէ՞։ Օրինակ, երբևէ տեսել եք, որ նորավանքը այս տեսակով է եղել։ Բա 1960-ականներին է սկսվել վերականգնման աշխատանքը։ Իսկ 1339 թվականին սարքված այս հուշարձանը մինչև երկրորդ կեսը 20-րդ դարի այս տեսքին է եղել։ Սա գիտեք ինչի համար եմ ցույց տալու։ Ժողովուրդ, մեր Հայաստանն էլ է այս տեսքին։ Հիմիկվա Հայաստանը սենց է։ Արցախս էլ է սենց։ Անիս էլ է սենց։ Վանաս, Մուշս, Սասունս, այ սենց է։ Հիմա վերանորոգված է, չէ՞։ Նորավանք։ Ամեն ինչ հնարավոր է։ Մենակ մի դեպքում, երբ որ մարդ ունի անսահման հավատ։ Անսահման հավատ։ Ես հիմա մի հատ պատմություն եմ ուզում ձեզ կարդամ։ Սա իրական պատմություն է, որի հեղինակը այս գեղեցկուի երկար ժամանակ չի ուզեցել գրի։ Կարդանք ու տեսնենք հավատքը ինչ անում։ 2 տարի առաջ ինձ մոտ սրտի անբուժելի հիվանդություն հայտնաբերվեց։ 4-5 տարի ապրելու ժամանակ տվեցին պատկերացնեք, ասել են 4-5 տարի մեզ։ Էն էլ դեղորայքով, հա։ Որից հետո գուցե սրտի փոխպատաստում արվել եւ եւս 10-15 տարի ապրելու հնարավորություն կտար դա։ Ասում եմ հնարավոր չէ դա սխալ լինի, որտեղ լավագույն մասնագետներն էին նայել, այդ անունը։ Իսկ գեղեցկուին դուս գրվելուց բժիշկին ասում է, որ 2 տարի հետո գալու եմ, դուք իմ առողջ սիրտը չեք ճանաչելու։ Եվ գուցե դրա համար ստանաք նաեւ նոբելյան մրցանակ։ Դուրս գալուց հետո, շոկից հետո մտածում եմ ինչ անել, ոնց անել։ Ու ասում եմ տարբեր պրակտիկաների հոգևոր մեջով։ Խոսքով ասում եմ, մի կողմից գոնե ժամանակը պետք է ապրեի երեխաներիս համար, Ալիվիկս 2 տարեկան էր, Լևոնս 7, Նարես չէր կարող թողել երեխեքին իրան ապրել է պետք։ Մյուս կողմից չէի կարողանում ընկալել ուրիշի սրտով ապրելու միտքը։ Բա։ Մի խոսքով, աղոտ պրակտիկաներ տարբեր ու շատ փոքր շրջանակ է իմացել այդ մասին։ Ասում եմ միշտ հետաձգում է ստուգումները չէի գնում։ Չէր գնում վերջ։ 2 տարի բժշկի չի գնացել, ոչ մի ստուգում, ոչ մի բան։ Ոչ էլ դեղը ընդունել իր նշանակած պրակտիկան։ Ասում եմ ամենից շատ անձնական է, չէր ուզում երկար ժամանակ բարձրացնել, բայց ես հիմա դարձեցի 10,000 մարդկանց սեփականությունը։ Ինչի որտեղ ինքը գրել էր ու շատ տեղին է հիմա։ Այս նորավանքի օրինակի վրա, մեր այսօրվա վիճակի վրա, Նժդեի հավատամքի վրա, որ ասում է լուսաբացից առաջ մութը ամենախիտնն է լինում։ Գնում է
Ստուգում են չեն հավատում աշխարհին։ Արտահայտացած։ Այգին երկար ժամանակ հետո։ Ասում եմ, ամեն ինչ չի եմ գրում։ Ինչա շատ անձնական, բայց ես գրում եմ, հետո համարեցի, որ պետք է, դա համար եմ ես տարածում։ Ես ուրիշի գաղտնիք չեմ տարածում։ Իք համար որ սա պետք է մանավանդ հիմա։ Նայում եմ, թե ինչ է կատարվում հիմա մեր շուրջը, գիտակցական մակարդակում հույս չկա։ Շփվում եմ մարդկանց հետ, որոշ դեպքերում հուսահատությունից խենթանալ կարելի է։ Այսինչ աստիճան մթագնություն է տիրում։ Այնինչ կատարվում է, եթե մենակ գիտակցական անալիզի ենթարկենք, պետք է ուղղակի ջնջվենք, բայց ես գիտեմ, վկայում եմ, որ մեր ընկալումներից դուրս կա այլ իրականություն, որը դուրս է մեր պատկերացումներից, մեր ընկալումներից։ Ես գիտեմ, որ մենք առաքելություն ունեցող ազգ ենք։ Ու այդ մեր ընկալումներից դուրս իրականությունում դա ամենագրված է։ Ու ես գիտեմ, որ մեր սրտի սերը, մեր բարձր մտադրանքը հրաշների մարմնավորումն է լինելու։ Կախում մի ունեցի անցյալից։ Ու մի կապվիր ապագայի սպասումներին, դու այսօր այս ռազմի դաշտում ես, քո պարտքը կատարելու, ուրեմն բարձրացու զենքդ և կռվիր։ Այսքան բան։ Հանձնվել չկա։ Նույնիսկ եթե ռացիոնալ դաշտում ոչ մի լուծում չես տեսնում, որը ես հիմա այդ վիճակում չեմ։ Բայց ես գիտեմ, որ մի բան կա, որը որ ես հիմա չեմ տեսնում, դա չի նշանակում, որ դա չկա։ Այդ մենակ հենց այդ հավատքով ասում եմ, անին հազարավոր եկեղեցիների մեր մայրաքաղաքը վերականգնվել է անենց, ոնց որ նորավանքն է կառուցվել, վերականգնվել է։ Ու այդ ամեն ինչին հասնել համար մի բան է պետք։ Այն ինչ որ բանտում մեզ դաս տվեց նժդերը։ Տեսեք, այս կուսակցությունը բանտից է նա տեսեք է։ Հայաստանը երբեք չի կործանվելու։ Եթե ոչ մենք, ապա մեր սերունդները նորից կսկսեն մեր երկիրը դարձնել հզոր և միաբան։ Լուսաբացից առաջ գիշերը միշտ ամենամութն է լինում։ Հիշեք, Բայց նույնս եմ կրկնում, եթե դու ես կամքն ու հավատք ունես, ինչպես են աղջիկն ուներ, ինչպես նժդերն ունես, նոր այդ ժամանակ դու կարող ես կերտել, ինչպես Մոնթեն ուներ, երբ որ շրջափակման մեջ, ասում են մի մտածեք հիմա շրջափակումից դուրս գալու, ապրելու մասին, չէ, մենք հլա գործ ունենք, հլա քուր արագ սվերի հասնենք։ Սա է գործան։ Դա բալը ես նույն մարդը կասեր, նժդերը կասեր, թող մնան նրանք, ովքեր բարոյապես չեն մեռել, որովհետև իրենք են գործանող։ Գործանողը իրենք են, մնացածը մեռել են, բայց իրանց չեն ասում, որ տրամադրությունները չեն կնի։ Այս նոտայի վրա ուզում եմ ավարտեմ այսօր հաղորդումը։ Լավ մնացեք։